նաև իմ հայ ժողովուրդ։ Ես Սյուզի Գևորգյանն եմ, եկել եմ Ռուսաստանից։ Երեք ծեծի ենթարկված Նոր Հայաստան շարժման աջակից Սյուզի Գևորգյանի խոսքով բժիշկները իր մոտ ուղեղից հնցում են արձանագրել։ Գևորգյանին այսօր ոստիկաններն են հարցաքննել։ Ազատության հետ զրույցում նա պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել Կոմիտաս 1 հասցեում գտնվող սուպերմարկետի հարևանությամբ։ Իր տան բակից դուրս գալիս նա նկատել է, որ իրեն հետևում են եւ վազել է փողոց։ Հա, իրանք հետևից քաշեցին։ Այդ որ հետևից քաշեցին, մի հատ խփեց, նոր հետո գցել են գետին, ոտքերով խփել են։ Ստեղ, հա։ Դեմքիդ էին հարբել։ Հա, դեմքս ուզում էի պահել, բայց մինչև հասցրեցի, ագին խփել են։ Փողոցում արդեն Գևորգյանի օգնության կանչերից մարդիկ են մոտեցել, իսկ հարվածողները հեռացել են։ Պնդում է, որ այդ տղամարդկանց վերջին մի քանի օրերին 2 անգամ նկատել է իր տան բակում։ Գևորգյանը բռնության էր ենթարկվել նաև նախորդ տարվա օգոստոսին, այն ժամանակ հարվածողները ըստ նրա պահանջել էին հեռու մնալ պայքարից։ Այս դեպքը ըստ երիտասարդի նախորդի հետ կապված է, վստահ է, որ պատճառը իր քաղաքական հայացքներն են։ Երբ որ հարվածում էին, ասեցին, քեզ ասել են կել չերևաս։ Այո, ես դա կապում եմ իմ քաղաքական հայացքների հետ, որովհետև ես նոր եմ վերադարձել Հայաստան եւ չեմ կարծում, որ ինչ-որ մի ուրիշ պատճառ կարող է լինել։ Նաեւ ձեռագիրը նույնն է, երբ որ ես առաջի անգամ ինձ ծեծի ենթարկեցին, ես բաժանում էի թռուցիկներ սփյուռքահայերին, որպեսզի նրանք էլ միանան մեր պայքարին։ Հիմա ինձ թվում է նույն բանը կատարվում է հիմա, որպեսզի ես հետ կանգնեմ։ Նոր Հայաստանի աջակիցը կարծում է, որ Գևորգ Սաֆարյանին կալանավորելով եւ իրեն ծեծի ենթարկելով փորձում են ճնշել իրենց պայքարը, բայց պնդեց, որ սա իրենց վրա չի ազդի։ Միթե չեն հասկանում նրանք, որ ծեծելով ոչ մի բան չի փոխվի։ Մտքերը, գաղափարները ոչինչ չի փոխվում։ Իրենք կարող են ամեն օր ծեծել մեզ, բայց դա ոչինչ չի փոխվի։ Նոր Հայաստան շարժումը պնդում է, որ Սյուզի Գևորգյանին թիրախավորելը պատահական չէ, քանի որ նա այն երիտասարդներից է, ով արտերկրից եկել է Հայաստան հանրաքվեի ընթացքում ոչին աջակցելու համար եւ շարունակում է պայքարը հանրաքվեի արդյունքների կեղծման դեմ։ Տարածված հայտարարությամբ շարժումը պնդում է, որ այս դեպքը, ինչպես նաեւ Գևորգ Սաֆարյանին կալանավորելը, իրենց հանդեպ ճնշումների շղթա է։ Սյուզի Գևորգյանը հատուկ պայքարի նպատակով հայրենիք եկած արտերկրաբնակ երիտասարդի այն տեսակն է, որ նաև Հայաստանից դուրս բնակվող հայ երիտասարդությանն անընդհատ կոչ է անում վերադառնալ իրենց երկիր եւ պայքարել նրա ապագայի համար։ Այս բռնությունները վկայում են այն մասին, որ վարչախումբն արբեցել է հանրաքվեի կեղծված արդյունքներով եւ համարում է, որ արդեն կարող է բացահայտ ու ցինիկ կերպով անցնել օրենքի եւ բարոյականության բոլոր սահմանները, նպատակ ունենալով հնարավորինս շուտ ձերբազատվել հանրաքվեի արդյունքները վիճարկող եւ միակուսակցական համակարգի կայացմանը խանգարող բոլոր ուժերից եւ անհատներից, հայտարարում է Նոր Հայաստանը։